Պարոն Բաքոյան, տևական ժամանակ է, որ ձեր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եկեղեցին փորձում է բարենորոգել ձեր բառերով ասված։ Այդ ընթացքում քրեական գործեր են հոգևորականների նկատմամբ եւ արշավ է դեպի վեհափառ եւ ուզում եք վեհափառին հեռացնել, այսպես ասած։ Ըստ ձեզ, այս բոլոր ամիսների ընթացքում կատարված գործողությունների արդյունքը ո՞րն է լինելով, որ անցել է գրեթե 4-5 ամիս, բայց վեհափառը դեռ հաստատուն իր տեղում է։ Դուք մի շարք պնդումներ արեցիք, որոնց հետ բացարձակ համաձայն չեմ։ Նախ մեր կուսակցությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ինչ վերաբերում է որոշ եկեղեցականների, ովքեր 20 թվականի պատերազմից հետո, երբ փորձեցին նախադրյալներ ստեղծել տարբեր կենտրոններից, բոլորս շատ հայտնի տեղերից Հայաստանում իշխանությունը զավթելու եւ կենտրոնները բոլորիս թույլ տվեք ավարտել եւ այս ուղղությամբ նաեւ սկսեցին 20 թվականի պատերազմից հետո օգտագործել նաեւ եկեղեցականներին եւ եկեղեցականները որոշ եկեղեցականներ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որոնց զգալի մասը ծառայում է եւ այլ երկրների գործակալներ են, ծառայում են այլ երկրի շահերին եւ սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ գործողություններ իրականացնել եւ 21 թվականի ընտրությունների ժամանակ էլ Հայաստանի Հանրապետության վարչապետը հորդորեց, կոչ արեց Կտրիչ Ներսիսյանին, որպեսզի զբաղվի հոգևոր կյանքով, այլ չմիջամտի պետության գործերին։ Բայց 21 թվականից այս կողմ կամ 20 թվականի պատերազմից հետո մենք տեսնում ենք ինչպիսի միջամտություն կա որոշ եկեղեցականների կողմից Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, ովքեր մեծ քաղաքականություն են մտել, նույնիսկ Կտրիչ Ներսիսյանը, ով հանդես գալով որպես կաթողիկոս, օրհնեց այն շարժումը, որը կոչվեց Սրբազան շարժում, եւ որը ղեկավարում էր այն ժամանակվա սրբազաններից մեկը, ով հայտնի է որպես Բագրատ Գալստանյան, իսկական անուն ազգանունով։ Եվ այս մարդիկ ըստ էության ոչ թե ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ծառայում են իրենց երկրի ժողովրդին, ոչ թե ծառայում են եւ հոգեվոր ծառայություն են մատուցում Աստծուն եւ եկեղեցուն, այլ ուղիղ կապ ունեն այլ երկրների հետ եւ մտնում են իրենց գործակալական ցանցի մեջ։ Պարոն Բաքոյան, դուք նշեցիք, որ պատճառը քաղաքականության մեջ միջամտությունն է, չէ՞։ Ոչ։ Մի կհստակեցնեք ինչն է։ Երբ մի շարք եկեղեցականներ ես շեշտեցի եւ շատ նուրբ դրա մասին խոսեցի եւ ընդգծեցի, երբ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, երբ իրենց գործողությունները վտանգում են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, հետևաբար իրենց նկատմամբ որոշակի քայլեր պետք է ձեռնարկվի, որպեսզի այդ եթե ծառայում են եւ կազմում են այլ երկրի գործակալների շարքում են գտնվում, ապա թող գնան այդ ծառայությունը այլ կերպ մատուցեն եւ թույլ տան այն անաղարտ եկեղեցականները, ովքեր Աստծո տանը ծառայում են Աստծուն, իրենց ծառայությունը մատուցեն իրենց հոտին, ժողովրդին, հայ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Իսկ այս անվան տակ եկեղեցուն հարված հասցնելը եւ ժողովրդին հոգեվոր ծառայություն չմատուցելը չի բխում Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի շահերից եւ Հայաստանի Հանրապետության շահերից, նորից պետք է անդրադառնամ այն հանգամանքին, որ իրենք ուղիղ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը։ Դուք վախեր ունեք հոգևորականներից։ Ես ժպիտով կպատասխանեմ ձեր հարցին։ Պարոն Բաքոյան, ասում եք անաղարտ հոգևորականներ կան, որոնք ըստ այդմ կարծում եմ պետականամետ են, որոնց դուք սատարում եք, կարծում եմ, եւ Նիկոլ Փաշինյանը թիմ էր ստեղծել եկեղեցին բարենորոգելու,
11 եպիսկոպոսից բաղկացած, նրանց մեջ էր Կճոյանը հայտնի։ Արդյոք նա այդքան անաղարտ է, որի միջոցով պետք է բարենորոգենք եկեղեցին։ Անաղարտության չափորոշիչը ո՞րն է ըստ ձեզ, պարոն Բաքոյան, որ արժանի է եկեղեցին բարենորոգել։ Առաջինը այն եկեղեցականները, ովքեր չեն սպառնում Հայաստանի Հանրապետությանը, որ նրանք օֆշորներում բիզնեսներ ունեն, Նիկոլ Փաշինյանի ասած Բենթլի Կճոյաններ են, իրենք պետք է բարենորոգեն։ Եթե դուք ունեք տեղեկություններ, խնդրում եմ այդ տեղեկությունները դրանք փաստարկված, հրապարակված տվեցիք, հիմա եթե ձեր հարցը ռետորական էր, ապա հասկանանք, եթե ինձ էր ուղղված, ապա թույլ տվեք պատասխանեմ։ Եթե ունեք դրանց մասին տեղեկություններ, ապա խնդրում եմ համապատասխան մարմինների ներկայացրեք։ Իսկ ամենամեծ խնդիրը այստեղ, որի մասին խոսել է վարչապետը եւ որի մասին խոսում են նաեւ մեր քաղաքացիները, որի մասին նաեւ խոսում ենք մենք, խոսքը նրա մասին է, որ այն եկեղեցականները, ովքեր գործակալներ են այլ երկրների, պարզապես այս հոգեվորականները իրավունք չունեն եւ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը, շատ ուղիղ սպառնում են, ել ոնց ասենք, սպառնում են ձեզ, սպառնում են մեր օպերատորին, սպառնում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, ել ոնց պետք է ասել, ինչ եք պաշտպանում իրենց շահերը դուք։ Ես փաստերն եմ արձանագրում, պարոն Բաքոյան։ Փաստերը միակողմանիակ արձանագրում։ Լավ կլինի, որ դուք համաչափ արձանագրեք, լավ կլինի, որ դուք անաչառ արձանագրեք։ Իսկ եթե օտարերկրյա գործակալներ են, ինչու հենց այդ հոդվածով որևէ մեկը այժմ կալանավորված չէ։ Դրանց մասին արդեն բարձրացանվել է եւ վստահ եմ, որ համապատասխան մարմինները իրենց աշխատանքը պատշաճ իրականացնում են։ Դուք մասնակցում եք կիրակնօրյա պատարակներին։ Ոչ։ Ինչ։ Որովհետեւ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանին այս առումով ինչքանով եք սատարում, այսինքն եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեք, այս բարենորոգման գործընթացում ո՞րն է ձեր ներողություն, ո՞րն է ձեր առաքելությունն այս գործում, եթե դուք եք պաշտպանում։ Լավ նյութ եք ուզում ունենաք, որտեղ ուզում եք ձեր դիտումների քանակը բարձր լինի։ Դուք լավ հարց չեք տալի։ Դուք ի սկզբանե պրովոկացրեցիք։ Երբ որ ես գնում էի, ես ասացի, որ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ։ Հետո դուք հիմա բերեցիք, հարցերը տվեցիք, դրանից հետո որոշեցիք, որ այս պրովոկացիոն հարցը պետք է տակ եւ մեր հանրության մեջ փորձեք այլ ֆոնով թույլ տվեք ես ավարտեմ։ Տեսեք, ես բացարձակ չեմ խուսափում եւ ես ձեր լրատվականին բարբերաբար ասել եմ, երբ ինձանից հարցազրույց եք վերցնում, ես չունեմ սահմաններ եւ չունեմ այնպիսի հարցեր, որոնք ինձ կարող եք տալ եւ չեք կարող։ Հետևաբար թույլ տվեք ես պատասխանեմ այնպես, ինչպես հարկ եմ համարում, որ պիտի պատասխանեմ։ Եվ ցանկալի չի, որ դուք նման պրովոկացիոն դրսևորում ցուցաբերեք, որովհետեւ ես կարծում եմ դա լրագրողին հարիր չի նման գործելավոճով, բայց ինչ վերաբերում է ձեր հարցին, ես որ կրոնի հետևորդ որ լինեմ, եթե այդ կրոնի հոգևորականները սպառնում են իմ պետությանը շատ ուղիղ, ապա նրանց նկատմամբ պետք է հստակ գործողություններ ձեռնարկվեն, շատ հստակ գործողություններ ձեռնարկվեն, եւ դա լինի հայ առաքելական եկեղեցու այն սպասավորները, ովքեր իրենց գործունեությամբ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը, լինի այն կրոնը, որի հետևորդը ես եմ, եւ այդ կրոնի հոգեվորականները եթե ուղիղ սպառնում են, ապա իրենց նկատմամբ պետք է այդ գործողությունները ուղիղ տեղի ունենան։ Հետևաբար որևէ նշանակություն չունի։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ ինձ մտահոգում է իմ երկրի ճակատագիրը եւ ես ցանկանում եմ, որ ամեն մեկը, այդ թվում նաեւ եկեղեցականները զբաղվեն իրենց հոգևոր ծառայությունով եւ ծառայեն Աստծուն եւ Աստծո տանը։ Հետևաբար որևէ նշանակություն չունի այստեղ ես արդյոք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ թե չէ։